Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 12-ն է ապրիլի օրը շաբաթ, բարի երեկո։ Արդեն մեկ շաբաթ է մեկնարկել են Գավառ քաղաքի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքի, Սարուխան բնակավայրի Թումանյան եւ Գեղարքունիքի գերեզմանոց ստանող փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Փողոցների հիմնանորոգումն իրականացվում է Գավառի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետական եւ համայնքային միջոցներով։ Գավառ քաղաքի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմում է 35 միլիոն 950 հազար դրամ։ 500 գծամետր երկարությամբ ճանապարհի արտաքին շերտի քանդման աշխատանքներն ավարտվել են։ Այժմ ընթանում է ջրահեռացման վաքերի տեղադրումը, նաև մայթեր են կառուցվելու։ Սարուխան բնակավայրի Թումանյան փողոցում իրականացվում են 480 գծամետր երկարությամբ փողոցի արտաքին շերտի քանդման աշխատանքներ։ Հիմնանորոգման համար նախատեսված է 35 միլիոն 500 հազար դրամ։ Իսկ ահա Գեղարքունիք բնակավայրում ավարտվել են գերեզմանոց ստանող 450 գծամետր երկարությամբ փողոցի արտաքին շերտի քանդման աշխատանքները։ Առաջիկայում կմեկնարկեն վաքերի եւ մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքները։ Ծրագրի արժեքը 51 միլիոն 800 հազար դրամ է։ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով վերանորոգվում են Բրդկունք բնակավայրում գրադարանի համար առանձնացված տարածքը եւ Գանձակ բնակավայրի երաժշտական դպրոցի պարասրահի հատակը։ Աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեից 1 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել Բրդկունք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում գրադարանի համար առանձնացված տարածքի վերանորոգման նպատակով։ Աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբից եւ ակտիվ ընթացքի մեջ են։ Քանդման աշխատանքներն ավարտվել են։ Այժմ կատարվում է պատերի ամրացում, նախատեսվում են նաեւ առաստաղի եւ հատակի կառուցման, ինչպես նաեւ կոսմետիկ հարդարման աշխատանքներ։ Շատ ուրախալի այս փաստը, որ Բրդկունքում կառուցվում է գրադարան։ Մենք համայնքապետարանին դիմեցինք, որ ունենք գրքեր, սակայն չունենք տարածք, որպեսզի գրքերը կարողանանք տեղավորել։ Ընդառաջեց համայնքապետարանը, հիմա կառուցվում է այս տարածքը։ Մինչև 2007 թվականը բնակավայրն ունեցել է հարուստ գրաֆոնդով գրադարան, սակայն գրադարանի համար նախատեսված տարածքն այլ նպատակի է ծառայել։ Շուրջ 5500 կտոր գրաֆոնդը այդ տարիներին գրադարանավարուհի, այժմ համայնքային ծառայող Մարգարիտա Վարդանյանը տեղափոխել է իր բնակարան։ Իմ տանից սպասարկել եմ գյուղի ուսանողներին, աշակերտներին, հարևան գյուղերի ուսանողներին։ 2007 թվականից լուծարվել է գրադարանը, ես տեղափոխվել եմ որպես համայնքապետարանում համայնքային ծառայող, սակայն մինչև այժմ գրքերը պահում եմ իմ տանը խնամքով, սիրով եւ մեծ շնորհակալություն եմ հայտնում պարոն Մարտիրոսյանին, որ ընդառաջեց, տարածք տրամադրեց, բարեկարգվում է, գրքերը կտեղափոխենք ապահով վայր։ Տարածքի վերանորոգումից հետո գրքերը կգտնեն իրենց տեղը։ Բրդկունքցիներն ակնկալում են, որ վերանորոգումից հետո համայնքապետարանը կօգնի նաև թարմացնելու եւ համալրելու գրաֆոնդը։ Երեխեքը բակերից կկդրվեն, գոնե մի քիչ կընթերցեն, միջոցառումներ կկազմակերպեն։ Շինարարները տեղեկացնում են, որ աշխատանքները կավարտվեն 1 ամսվա ընթացքում։ Մինչև ապրիլ ամսվա վերջը արդեն վերանորոգված կլինի նաև Գանձակ բնակավայրի երաժշտական դպրոցի պարասրահի հատակը։ Շուրջ 80 քառակուսի մետր տարածքի փայտե հատակը փոխարինվում է վինիլայինով։ Համայնքների խոշորացումից ի վեր մեր դպրոցը միշտ գտնվել է մեր համայնքապետի պարոն Մարտիրոսյանի հոգացության ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր տարի աշխատում են դպրոցի բարեկարգման, բարելավման համար, որը նպաստում է մեր երեխաների կրթության, դաստիարակության որակի բարելավմանը։ 2024 թվականի շրջայց կատարվեց պարոն Մարտիրոսյանի գլխավորությամբ եւ մենք ներկայացրեցինք մեր խնդիրները դպրոցում եւ խնդրին լուծում Վերանորոգումն իրականացվում է դարձյալ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Այս նպատակով հատկացվել է 1 միլիոն 950 հազար դրամ։ Ալբարտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։ Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։